Երբ խոսում ենք հարաբերությունների մասին, հատկապես երբ քննարկման առիթ է դառնում կամ ակնհայտ լավ հարաբերությունը կամ հակառակը անհաջող հարաբերությունները, մարդիկ սովորաբար երկու խմբի են բաժանվում այդ հարաբերությունները գնահատելու առումով։ Մի մասը գտնում է, որ հարաբերությունները դրանք ճակատագիր են եւ մեզանից կախված չեն, իսկ մյուս մասը, սովորաբար ավելի փոքր մասը, գտնում է, որ հարաբերությունը գործողություն է եւ ընտրություն է։ Ուզում եմ, որ մի փոքր բացենք այս թեման եւ քննարկենք, փորձենք մի քիչ ավելի խորանալ այս հարցի մեջ, իրականում հարաբերությունները արդյոք ճակատագրական ինչ-որ մաս իրենց մեջ ունեն, թե ոչ եւ որ մասն է հարաբերություններում իրենից ենթադրում գործողություններ եւ ընտրություն։ Ես կուզեմ ասել, որ իրականում հակված եմ այն տեսակետին, որ հարաբերություններում կա մի մաս, որը կախված է դիպվածից, այսինքն ինչ-որ մի մասը մեզանից կախված չէ։ Դա վերաբերում է հանդիպումներին, այսինքն մենք արդյոք կհանդիպենք այս մարդուն մեր կյանքի ընթացքում, թե չենք հանդիպի, սա մեզանից շատ կախված չէ։ Եվ հարաբերություններում կա մի մաս, որը իրականում մեզանից կախված է եւ ենթադրում է տարբեր ընտրություններ, գործողություններ, քայլեր եւ պատասխանատվություն։ Եվ այդ առաջին հատվածը, որը կախված է դիպվածից, կարելի է եւ ինչ-որ իմաստով համարել ճակատագրական մի բան։ Այսինքն խոսքը վերաբերում է օրինակ այն հարաբերություններին, որոնք շատ պատահական հանդիպումներով են ստեղծվել, այսինքն մարդիկ իրար հանդիպել են դպրոցում, հանդիպել են ուսանողական կյանքի ընթացքում, աշխատավայրում կամ երբեմն պատահաբար ավտոբուսում են հանդիպում կամ նույնիսկ ճամփորդության ժամանակ իրար կարող են ինչ-որ պահի հանդիպել եւ այդ հանդիպումը փաստորեն դառնում է ճակատագրական եւ մարդիկ հետո հարաբերություն են ստեղծում։ Բայց հետագա ընթացքը, այն ընթացքը, որը արդեն հարաբերությունների կառուցումն է ենթադրում եւ փոխադարձ հարգանք, փոխադարձ պահանջներ, վիրավորանքներ, ներողամտություն եւ այլն, այս հատվածը արդեն ես կարծում եմ, որ բացարձակ ճակատագրի հետ կապ չի կարող ունենալ եւ այդպիսի որակում տալ դրան չի կարելի, որովհետեւ այս մասը արդեն կախված է մեր որոշումներից, մեր արժեհամակարգից, մեր պատրաստակամությունից, փոխվելու եւ հարմարվելու մեկ այլ մարդուն։ Եվ ես կարծում եմ, ինչու է կարևոր իմ կարծիքով այս թեման քննարկելը եւ ես շատ կուզեմ լսել նաեւ քո կարծիքը կամ հարցերը, եթե կան դրա վերաբերյալ, ինչու է կարևոր այս հարցը քննարկել, որովհետեւ մարդիկ, որոնք կարծում են, որ հարաբերությունները դրանք ճակատագիր են, իրենք իրականում շատ քիչ գործողություններ են անում հարաբերությունների մեջ, շատ քիչ պատասխանատվություն են իրենց վրա վերցնում, շատ քիչ ջանք են ներդնում, սովորաբար ուշադիր չեն նայում կամ քննադատաբար չեն վերաբերվում իրենց վարքին, գործողություններին եւ հետեւաբար հարաբերությունների մեջ ավելի քիչ են ներդրվում կամ այդ ներդրման process-ում քիչ են փոփոխությունների ենթարկվում։ Իսկ այն մարդիկ, այստեղ նաև բացասական կողմն եմ ուզում նշել, մարդիկ, որոնք կարծում են, որ ամեն բան ընտրություն է եւ ամեն ինչ մեզանից է կախված, այս մարդիկ էլ իհարկե երբեմն կարող են ընկնել այն ծայրահեղության մեջ, որ ցանկացած բանում իրենց մեղադրեն։ Ենթադրենք հարաբերություն են ստեղծել բռնարար անձնավորության հետ, իրենք անverջ մեղադրեն իրենց այդ ընտրության համար եւ համարեն, որ
իրենք են պատասխանատու հենց այդ ընտրության, այդ որոշման համար եւ հետեւաբար ամբողջ հետևանքների պատասխանատվությունը իրենք են կրում։ Սա էլ ոնց որ բացասական կողմն է այն մոտեցման, որտեղ ոնց որ գործողությունները եւ ընտրությունն են կարեւորում։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր թեմա բացեցիր եւ մի քանի բան ունեմ այս թեմայի շուրջ հարցի ձևով կամ կարծիքի ձևով եւ քո դիտարկումը կուզեի լսել։ Նախ երբ որ դու խոսեցիր պատահականություններից, մի անգամից մտքիս եկավ ժամանակակից արվեստագետ Խ. Խաչատրյան, որը բացել էր գրասենյակ պատահականությունների պլանավորման կենտրոն որպես արվեստային արարք, բայց այդտեղ մի շատ կարևոր տրամաբանություն կա, իսկ որպեսզի պատահականություն տեղի ունենա, դու որոշակի տրամաբանության մեջ պետք է լինես, որտեղ մենք շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանց ենք հանդիպում եւ ինչի հենց այդ պահին այդ օրը ու այդ մարդու հետ կապված հա ինչ որ մի բան տեղի ունենում, որը հետագայում ինչպես ասացիր ընտրությունների եւ որոշումների արդյունքում է ձևավորվում։ Հետեւաբար կա որոշակի տրամադրվածություն այդ ժամանակահատվածի համար, որոշակի պատկերացումներ այն զուգընկերոջ մասին, որը դու պետք է ունենաս, որը համընկնում այդ հանդիպման ընթացքում կամ ոչ եւ այլն։ Եվ նաեւ միջավայրային, այսինքն ես կարծում եմ, որ այդ պատահականությունները այնքան էլ պատահական չեն, որտեղ դու մարդուն հանդիպում ես ինչ որ տեղեր, որտեղ դու լինում ես։ Ու այդ մարդն էլ է լինում։ Այսինքն դա կարա լինի հետաքրքրությունների շրջանակ, սոցիալական դիրքով պայմանավորված որոշակի արեալ, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պատահականությունները էլի ընտրություններ են, որոնք քո կյանքի տարբեր բաներից են ձևավորվում։ Եվ նաեւ վերջին բանը, որ ասացիր, կարող մեղադրեն, երբ որ մարդը որոշում է, որ իրանից շատ բան է կախված, իհարկե յուրաքանչյուրից շատ բան է կախված եւ կարող ես սխալ ընտրություն կատարես յուրաքանչյուրս։ Այստեղ հարցը նրանում չի, թե դու այդ սխալ ընտրությունը կատարել ես, թե չէ, որտեղ յուրաքանչյուրս կարող է սխալ կամ մեր կարծիքով սխալ ընտրություն կատարել, այլ հետագայում այդ այլ որոշում կայացնել այդ սխալ ընտրությունը ուղղելու իմաստով։ Այսինքն այստեղ էլ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որ կարծում եմ, որ մեր ձեռքում է այն հարաբերությունները, որոնք մենք կառուցում ենք կամ փորձում ենք վերակառուցել եւ պատահականությունները, դիպվածները, որոնք տեղի են ունենում եւ մենք դա անվանում ենք պատահականություն եւ դիպված, նրա արդյունքում է, որ մենք ուղղակի դա չենք կարող հաշվարկել։ Եթե ունենայինք համապատասխան մեխանիզմ, համապատասխան ապարատ, որով կարայինք հաշվարկենք, կարող էինք հաշվարկել, որ այս բանը տեղի կունենար։ Եվ մենք ենք ուղղակի անում դնում պատահականություն, որտեղ չենք կարողանում հաշվարկել։ Ու ես այս կողմից եմ հարցին ճիշտ ասած նայում եւ ճակատագրական կամ ընտրության անհնարինության մասին այդ թեզերը կարծում եմ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ որ ընտրությունների հնարավորությունները բազմապիսի են, շատ ավելի այտենց արխայիկ բնույթ են կրում, թեև արխայիկ ժամանակներում եւս, հա, սկսած նրանից, որ մենք քրիստոնեական մշակույթի տիրույթում ենք, իսկ քրիստոնեության մեջ ազատ կամքն ու ընտրությունն է հիմնական կենտրոնական գաղափարը, որ դու ես ընտրում։ Ես համաձայնում եմ եւ կիսում եմ այդ տեսակետը, ավելի մեծ կշեռքի նժարը այս կողմ բերել պատասխանատվության եւ գործողությունների եւ ընտրությունների կարեւորության միանշանակ եւ մեր ամբողջ մասնագիտությունը կառուցվում է դրա շուրջ, որ մենք կարող ենք տնօրինել մեր կյանքը, մեր վարքը, գործողությունները, հետեւաբար նաեւ դրանց հետևանքները։ Այստեղ իհարկե կասկած չկա, այս մասը շատ ավելի մեծ է, բայց ես ուզում եմ մի փոքր այնուամենայնիվ այդպես տեղ թողնել այդ դիպվածին եւ նշանակություն տալ դրան, որովհետեւ կան որոշումներ, որոնք մարդիկ կայացնում են իրենց կյանքի բավական երիտասարդ տարիքում կամ նաեւ որոշումներ կան, որոնք իրենք չեն կայացնում, օրինակ ինչպիսի դպրոց հաճախի երեխան կարող է հաճախել, ասենք, կենտրոնական, այդպես ուշտված երեխաների դպրոց ենթադրենք եւ այդտեղ
դիպվածները լրիվ այլ են լինելու, մարդը այլ հանդիպումներ է ունենալու եւ կարող է հաճախել այլ դպրոց, որտեղ իսկապես այլ մարդկանց ինքը կարող է հանդիպել եւ իր կյանքը այնուամենայնիվ մի քիչ այլ ուղղությամբ կարող է ընթանալ։ Այսինքն ես փոքրինչ վտանգավոր եմ համարում այնուամենայնիվ ասենց 100%-ով բերել պատճառները դեպի մարդու դաշտ, որովհետև այնուամենայնիվ իրականության վրա ազդող ամենամեծ գործոնը անձը չէ եւ անձի որոշումները չեն 100%-ով որոշում իր կյանքը։ Մենք պետք է անպայման թողնենք մի փոքր էլ այդ դիպվածին։ Եթե նայենք ավելի այդպես փիլիսոփայական տեսանկյունից կամ հավանականությունների կամ մարդու վարքագծի ուսումնասիրման տեսանկյունից, այո, դրանք ընդհանուր առմամբ կարելի է երևի հաշվարկել եւ ավելի շատ կառավարել, քան կոնկրետ առանձին անհատը կարող է կառավարել։ Բայց ես խոսում եմ, ուզում եմ բերել դեպի հոգեկան առողջության դաշտ։ Շատ կարևոր է, որ մենք բոլոր գործոնները տեսնենք, բոլոր գործոններին նշանակություն տանք եւ առանձնացնենք մեր դերը այդ իրավիճակում։ Եվ իհարկե գնալով, որքան մեր դերը մենք կարողանում ենք ավելի մեծ տեսնել, որքան մենք ավելի մանրամասն եւ ավելի խորքային նկատում ու հասկանում ենք մեր դերը ազդեցությունը իրավիճակի վրա։ Բնականաբար այնքան կառավարելիությունը իրավիճակի մեծանում է, բայց ինքը այսպես անընդհատ տեղաշարժվող գործոն է, էլի, օրինակ մեր առողջությունը եւս կարող է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ Իհարկե, երբ որ ես նայում եմ կնոջ տեսանկյունից տղամարդու կողմից բարձրաձայնած այսպիսի տեսակետներին, ինձ իհարկե հաճելի է լսել, որովհետև երբ որ լսում ես, որ տղամարդը ասում է, որ մեզանից շատ բան է կախված, այս բոլորը հաշվարկելի է, պատասխանատվությունը ամեն դեպքում մերն է, այդ շատ հաճելի է լսել, բայց այնուամենայնիվ ռացիոնալ մտածողությունը ինձ ստիպում է ասել, որ սահմանափակ է, միևնույն է մեր հնարավորությունները եւ ազդեցությունը իրավիճակի վրա։ Եվ էլի ուզում եմ գալ այն օրինակին, որտեղ մարդը սխալվում է ու իհարկե պետք է ընդունի, որ բոլորս էլ կարող ենք սխալվել եւ դա նորմալ է, պարզապես այն դեպքերում, երբ մարդը բացառապես տեսնում է մեղքը իր մեջ եւ չի տեսնում այդ բոլոր գործոնների ազդեցությունը, որոնք նշեցինք, օրինակներ վերեցինք առնվազն, որ կան այսպիսի գործոններ եւս, երբ որ մարդը տեսնում է որպես գործոն միայն իրեն, այստեղ մենք ունենում ենք շատ խորը մեղքի զգացում, շատ խորը ինքնախարազանման նույնիսկ երևույթներ, հա, արի պատկերացնենք օրինակ ընտանիք, որտեղ կա բռնություն։ Կներես, մի բան ասեմ, էլի օրինակ այս քո ասածի մեջ ինձ դիսկոմֆորտ է, ինչն եմ իմաստը, որտեվ ես կարծում եմ, որ ինքնախարազանումը, մեղքի զգացումը ավելի հատուկ է այն դեպքերում, երբ որ դու ինքդ քեզ գործոն էլ չես համարում, այսինքն դու չես կարող դա կառավարել կամ հաղթահարել, կամ դու չես նկատում այն բոլոր գործոնները, որոնք քեզնից դուրս են միաժամանակ, դու դրանց վրա ազդեցություն ուժ չունես մտածելու, որ կարող ես դրանց վրա ազդել եւ ոչ հակառակը։ Նախ կարող է լինի այդպես, որ մենք ինչ որ ժամանակ ունեցել ենք ազդեցություն իրավիճակի վրա եւ ինչ որ պահից մեր ազդեցությունը շատ պակասել է։ Օրինակ, իսկապես ենթարկվել ենք բռնության եւ մինչ այդ պահը կարող է մեր իշխանությունը ավելի մեծեր, քան ինչ որ մի պահի ու այսինքն կարող է եւ մարդը իսկապես այլևս չունենա ազդեցություն այդ իրավիճակի վրա եւ առաջանա շատ խորը մեղքի զգացում, այդ իրավիճակում հայտնվելու եւ իր ուժից ու ազդեցությունից նաեւ զրկվելու համար։ Հիմա այստեղ կարևոր դիտարկումս այն է, որ գիտակցելով մեր դերը եւ տեսնելով մեր ազդեցությունը իրավիճակի վրա, մենք պիտի անպայման ընդունենք, որ կան նաեւ այլ գործոններ, որոնք ազդում են այդ իրավիճակի վրա, եւ անպայման պիտի այդ գործոնների հետ միասին մենք մեր դերը տեսնենք եւ տեսնենք, որ կան գործոններ, որոնք մեր կողմից կառավարելի չեն։ Եվ ինչ որ իրավիճակում այդ գործոնների ազդեցությունը կարող է մեծանալ եւ ինչ որ իրավիճակում այդ այլ գործոնների ազդեցությունը կարող է փոքրանալ։ Ենթադրենք, երբ որ մենք երիտասարդ ենք եւ ուժեղ ենք, օրինակ,
հարաբերությունների մեջ ենք բռնարար տիպի անձնավորության հետ։ Եվ ինչ որ ժամանակ մենք կարողանում ենք իրավիճակը պահել կոնտրոլի տակ, որովհետև մենք կայացած ենք, ուժեղ ենք, սենց բավական ամուր կանգնած ենք հողի վրա։ Բայց իրավիճակը կարող է փոխվել աստիճանաբար։ Ենթադրենք ծերանում ենք կամ ենթադրենք աշխատանքն ենք կորցնում, մեր դիրքերը սկսում են ինչ որ իմաստով թուլանալ, կամ երեխա ենք ունենում եւ այլ բաներն են շատ կարեւոր դառնում եւ իրավիճակը կառավարելը ոնց որ բարթանում է։ Եվ այդ իրավիճակում մենք կարող ենք ունենալ շատ խորը մեղքի զգացում, նայելով այն ուժեղի դիրքերից այս իրավիճակին։ Բայց մենք պիտի իրավիճակին կարողանանք նայել այն դիրքերից, որում մենք իրականում գտնվում ենք եւ կարողանանք դիտարկել այդ գործոնների ոնց որ փոփոխությունը ոչ կայուն լինելը։ Շնորհակալություն բարձրաբանման համար, ես նյուանսային էի ուզում ավելի մոտենալ հարցին, որ իհարկե այդ մեղքի զգացումը կարող է առաջանալ ցանկացածից մոտ իրավիճակներում, երբ որ մենք չենք կարողանում մեր պատկերացրածը, մտածածը, պլանավորածը իրագործել, ու կարծում եմ սա էլ պետք է ասենք, որ նորմալ է, որ ինչ-որ պահի այդ մեղքի զգացումը յուրաքանչյուրս ունենում ենք։ Եկե հարցը թե դրա հետ ոնց ենք հարաբերվում։ Ու այստեղ այդ հարաբերության մեջ է, որ ես ոչ իմ մասնագետի, դիրքից կարծում եմ, որ ու կուզեի, եթե սխալվում եմ ուղղս, այն մարդով, որ կարծում է, որ ինքը իր կյանքի վրա ունի ոչ ամբողջական, բայց էական ազդեցություն, ինքը այդ իր մեղքի զգացումը կարող է հաղթահարել որոշումներով եւ գործողություններով։ Իսկ այն մարդը, որ չի կարծում, որ ինքը իր կյանքի վրա ունի էական որոշում եւ կարծում է, որ կյանքը պատահարների, դիպվածների եւ հրաշքների մի հաջորդականություն է, ինքը տրվում է ընթացքին եւ չի կայացնում որոշումներ, որոնք թույլ կտան իրեն եւ հաղթահարել իր մեղքի զգացումը եւ այդ իրավիճակից դուրս գալ։ Բարձրապես ես այդտեղ եւ այդ դեպքերում, որոնք դու նշում ես երկրորդ խմբի մեջ, ես ավելի շատ տեսնում եմ մարդկանց, որոնք ուրիշներին են մեղադրում, ավելի քիչ իրենց, այսինքն իրենք ավելի շատ մեղադրում են ճակատագրին, դիպվածին, այլ մարդկանց եւ ավելի քիչ իրենց։ Եվ ես այստեղ կուզենայի տարբերակել այդ երկու խումբը, մի խումբը, որ ինքն իրեն է մեղադրում եւ մյուս խումբը, որ ուրիշներին է մեղադրում, իրենից դուրս է տեսնում պատասխանատվությունը եւ արանքում կթողնեի մարդկանց, որոնք իրական ոչ թե մեղադրում են իրենց կամ ուրիշներին, այլ զգում են պատասխանատվություն եւ այդ հարցն են իրենց տալիս, որն էր իմ դերը, առանց մեղքի, այլ իմ դերը որն էր։ Ենթադրենք ես այսպիսի ընտրություն արեցի, ենթադրենք այս պահին այս որոշումը կայացրեցի, որը իրավունք ունեի կայացնելու եւ իհարկե կարող էի սխալվել, բայց այս պահին ես ունեմ հաջորդ իմ անելիքը, այսինքն ինչպես փոխեմ այս իրադրությունը, որը ինձ դադարել է դուր գալ կամ սարսափելի դուր չի գալիս։ Այսինքն ինձ թվում է, որ մենք խոսում ենք նաև այդ նուրբ սահմանի մասին, մեղքի զգացման, մեղադրանքի եւ պատասխանատվության։ Ես եւ այդ մասին տարբեր անգամներ խոսել ենք, թե ինչ տարբերություն կա պատասխանատվության զգացման եւ մեղքի զգացման մեջ։ Մեղքի զգացումը ինքը այդպես սովորաբար սա շատ տոտալ է լինում, կամ ինքդ քեզ ես մեղադրում կամ ուրիշին ես մեղադրում, որովհետև այդտեղ շատ էմոցիոնալ կոմպոնենտ կա, մի տեսակ վիրավորվածություն, այդ տուժածի զգացումը եւ կա ուժեղ բարկություն ու ագրեսիա։ Պատասխանատվության զգացումը ինքը շատ ավելի ռացիոնալ ակտ է ու ավելի կոգնիտիվ ակտ է, որը պատասխանում է այդ հարցին, որն է իմ դերը։ Եվ ենթադրում է այս հարցը, որ կան այլ դերակատարներ եւս, այլ ազդող գործոններ եւս։ Ու վերադառնալով հարաբերությունների թեմային, չնայած որ այս թեման շատ փիլիսոփայական, մի տեսակ խորը տարածք է մեզ տանում ու շատ հետաքրքիր է, ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք նրան, որ հարաբերությունները ոնց որ ապրող մի մարմին է, անընդհատ փոփոխվող, անընդհատ զարգացող եւ բացի այդ երկու անձանցից, որոնք հարաբերությունների մեջ են գտնվում եւ անպայման իրենք ազդեցություն ունեն այդ հարաբերությունների վրա,
այս մարդիկ պիտի նաև հաշվի առնեն, որ այլ գործոններ եւս ազդում են իրենց հարաբերությունների վրա եւ իրենց պատասխանատու վերաբերմունքը, իրենց ճիշտ ընտրություն կատարելու, իրավիճակը ճիշտ վերլուծելու, բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու որակից է կախված իրենց ճիշտ որոշումները եւ հետագայում իրենց հարաբերությունների զարգացումը։ Հարաբերությունների որակի բարելավումը կամ պահպանումը։ Հակառակ դեպքում մյուս օրինակում, որը մենք հակադրեցինք այս մոտեցմանը, ճակատագրական համարելը հարաբերությունները բերում է նրան, որ զույգը սկսում է ավելի քիչ պատասխանատվություն վերցնել եւ մի տեսակ ոնց որ թևաթափ է լինում, եթե իրեն ինչ որ բան դուր չի գալիս ու համարում է, որ դե էս էլ իմ ընտրությունն է, պետք է համակերպվեմ սրա հետ, ամեն մեկն իր խաչը ունի եւ այլն, եւ հաճախ ասեմ, որ այսպիսի հարաբերություններ մենք համարում ենք ամուր ընտանիք, օրինակ, կամ ամուր զույգ ենք համարում այն զույգերին, որոնք այսպես համակերպվում են եւ ձեռքերը վայր են դնում եւ չեն փորձում աշխատել հարաբերությունները կամ օրինակ փոխել հարաբերությունները այս կամ այն ձևով։ Հիմա դիրքս շեշտակի ուզում եմ փոխեմ եւ կուզեի նաեւ խոսենք նրա մասին, որ նույնիսկ որքան է ռացիոնալ լինես, որքան է ռացիոնալիզացնես եւ հիմքում հասկանաս, որ քո արածներից եւ չարածներից լիքը բան է կախված, բայց յուրաքանչյուրս հրաշքի սպասում եւ ցկտում ունի ամեն դեպքում եւ այդ հրաշքի բացակայությունը կարող է ուղղակի հարաբերությունների մեջ հատկապես այդ հրաշքների բացակայությունը կարող է ձանձրալի դարձնի կյանքը, անհետաքրքիր, մեծ հաշվով հոգնածություն առաջացնի եւ այլն այդ հարաբերություններից։ Այ ինչպես անել, որ այդ ռացիոնալիզացիան, որը շատ կարեւոր է կայուն եւ ազարգացող հարաբերություններ ունենալու, չխանգարի այդ հրաշքների էֆեկտին։ Շատ լավ հարց էր, որովհետեւ խոսելուց երևի ես չեմ մտածում, որ շատ sense շեշտադրելով այդ ռացիոնալ մոտեցումը կարող է այդպիսի տպավորություն ստեղծվի, որ տենց ամեն ինչ պիտի մտածենք, հաշվարկենք եւ այլն, ու շատ լավ էր, որ հիշեցրեցիր սրա մասին։ Իսկապես հարաբերությունները պիտի լինեն տարածք, որտեղ կան արկածներ, անակնկալներ, ինչ որ անսպասելի բաներ, եւ իհարկե ինչպես կյանքի ուրիշ ոլորտներում, եթե չկա հումոր, չկա ռացիոնալից դուրս ինչ որ մի բան, ստանդարտից դուրս մի բան, իհարկե հետաքրքիր չի ու ձանձրալի է։ Ես կարծում եմ, որ անկեղծ եւ ազնիվ իրենք իրենց հետ ազնիվ ապրող մարդիկ ուղղակի չեն կարող խուսափել նման բաներից, այսինքն մենք ապրում ենք եւ մեր կյանքում նաեւ տարբեր բարդ իրավիճակներ են հանդիպում, տարբեր մարտահրավերներ են գալիս հարաբերություններին ընդառաջ եւ եթե մարդիկ անկեղծ ու ազնիվ են ապրում, իրենք ուղղակի չեն կարող խուսափել այդպիսի բաներից եւ պիտի թե բաց լինեն հրաշքների համար եւ այո սпасեն ու այդպիսի անունել տան դրան եւ թե իրենք ուզենան ստեղծել այդպիսի բաներ, որովհետեւ ամեն դեպքում առանց դրանց իսկապես ձանձրալի է։ Մեր հարաբերությունները մեծ իմասամբ մեր պլանավորված գործողությունների, մեր ակնկալիքների արդյունք են, բայց ունեն դիպվածային նաեւ տար իրենց մեջ, որոնք մեզանից դուրս են եւ կարող են անվանել պատահականություն եւ շատ կարեւոր է նկատել այդ դիպվածայնությունը եւ որ ամեն ինչ չի, որ մեր որոշումների եւ պլանավորումների հետևանք է եւ դա հաշվի առնելով կառուցել հարաբերությունները, որովհետեւ հետագայում մեղավորության զգացողություն չառաջանա այն բաների համար, որոնք մեզանից կախված չի, միաժամանակ նկատի առնել, որ մեր ընտրություններն են այդ հարաբերությունների զարգացումը ապահովում, որտեղ կարա դիպվածների արդյունքում ինչ որ հարաբերություններ տեղի ունենան, բայց իրենք զարգացումը մեզանից է կախված, թե ինչ տեսք ունենա ապագայում եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել եւ ռացիոնալիզացնել այդ հարաբերությունները հնարավորինս այնպես, որպեսզի հետագայում այսպես կառավարել բոլոր ռիսկերը
բայց միաժամանակ շատ կարևոր է հրաշքներին տեղ թողնել այդ հարաբերությունները, որպեսզի չդառնա տաղտկալի, ձանձրալի մի բան, որը մեզ թույլ չի տա վայելել կյանքի այն ընթացքը, որ մենք ապրում ենք միասին։ Ես հուսամ, որ մեզ կլսեն նաև տղամարդիկ, որոնք խորհուրդը այսպես ուղիղ կընդունեն եւ կմտածեն այդ ուղղությամբ, որովհետեւ երբեմն մեր կյանքում ես նկատում եմ, որ այդ ռացիոնալ կողմի ոնց որ դեսպանները ավելի հաճախ հենց տղամարդիկ են հանդիսանում, այսինքն իրենք են հաճախ այդպես հորդորում, որ քիչ էմոցիոնալ լինենք, քիչ այդպես թիթիզ բաներ ուզենք, քիչ ուզենք ինչ որ ոչ տրամաբանական բաներ եւ ավելի շատ պահանջում են մեզանից, որ մենք լինենք այսպես շատ հաշվարկված եւ ռացիոնալ ու շատ ուրախ եմ լսել հենց քեզանից այդ հորդորը, որ մենք մեր հարաբերություններում փորձենք իսկապես չկորցնել այդ կախարդական կողմը, կարծում եմ արժի ժամանակ դրա մասին մտածել։